Սահմանամերձ համայնքների ճանապարհների մեծ մասն անմխիթար վիճակում է, քանդված են եւ նորոգման կարիք ունեն։ Կառավարության ղեկավարը դժգոհեց նաեւ հյուսիս-հարավ ճանապարհատվածի շինարարության ընթացքից։ 9.5 մոստերի վրա աշխատող չկա։ 5.5 սաղ պերեկուր են անում։ Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են ժամկետի մեջ է։ Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք։ Որևէ աշխատանք չի կատարում։ Նախ եւ առաջ այդ կամուրջների վրա բազմաթիվ աշխատանքներ կան, ինժեներական, որը կարող են կամուրջից դուրս անել, գալ տեղադրելու խնդիր լուծել։ Շատ կոշտ մարզպետներին, բոլոր իրանց տարածքներում կոշտ, չափազանց կոշտ։ Քանի անգամ գնում եմ, հատուկ նայում եմ, 9.5 աշխատող մարդ չկա։ Կարեն Կարապետյանը դժգոհեց նաև համայնքների բնակիչների հետ համայնքների զարգացման ծրագրերի քննարկումների արդյունքներից։ 5 տարվա լավագույն ծրագրերը 3 շաբաթում պետք է ներկայացվեն վարչապետին։ Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչները առհասարակ տեղյակ չեն դրանց մասին, կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ։ Կարեն Կարապետյանը կարևորեց նաև մարզպետների կրթության աստիճանը։ Վարչապետը հայտնեց, որ ամերիկյան համալսարանի հետ պայմանագիր է կնքվել։ Ամերիկյան համալսարանի հետ կնքել ենք արդեն կարծեմ պայմանագիր, եթե չէ աշխատակազմին խնդրում եմ հետևել, որ մեր բոլոր մարզպետները ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ։ Հանրապետության շենքերի գույքի 67%-ի կառավարումը տնօրինում են համատիրությունները, 33%-ը վերապահված է համայնքի ղեկավարներին։ 2 ամսում պետք է ներկայացնել բազմաբնակարանային շենքերի կառավարման ձևի փոփոխության առաջարկ։ Մենք կայացած համատիրություններ չունենք։ Մենք պետությունով այս հանձնարարականի հիման վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքները ներգրաված, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայտարարենք, որ վերջի անգամ ենք լուծում, եւ այդ համատիրությունները այնպես կայացնենք, որ դրանից հետո այդ համատիրությունը աշխատի։ Պետք է շատ համարձակ սեղ ռեֆորմների գնալ։ Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա եւ ոչ մի կառավարման որակ չկա։ Կառավարության ղեկավարի հանձնարարականով կգույքագրվեն Սևանա լճի հարակից տարածքների ակտիվները։ Վարչապետը հայտնեց, որ հատուկ հարկային դաշտ է ստեղծվելու։ Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրում ենք մեկ։ Բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում եւ հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրթելու ենք ակտիվ ունեցող մարդկանց, որպեսզի գործանան։ Երկրորդը գոտիվավորելու ենք եւ Սևանի հանգստյան ժամկետը երկարացնելու առումով լողավազան, մշտադալար ծառեր, այգի եւ այլն այդ բոլոր խնդիրները որպես ուղեցույց տալու ենք պոտենցիալ ներդրողներին։ Կառավարության ղեկավարը շրջել է Սևան ազգային պարկի տարածքում, տեսել, որ տարածքի ներուժը չի օգտագործվում։ Կարեն Կարապետյանը դժգոհեց նաեւ Սևան ազգային պարկի տնօրենից։ Ես չգիտեմ այդ մարդը ով է։ Մի հատ գնահատում եք, ինքը այդ բեռը քաշում է թե չէ, եթե չէ առաջարկություն եք տալի նոր նորմալ տնօրենի վերաբերյալ։ Իրականում ամբողջը պատտվել եմ, մի հատ մեծ ներուժ ունենք, այդ ներուժին վերաբերվել ենք ոնց էր բազմաթիվ շենքեր կա, նորմալ ներդրողներ կա, նորմալ պայմաններ է պետք ստեղծել, որպեսզի այդ ամեն ինչ աշխատի։ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ խնդիրներ կան նաև ճանապարհային ոստիկանությունում։ Բողոքներն ըստ կառավարության ղեկավարի շատացել են։ Պարոն Գասպարյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել վերջի ժամանակներս ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են։ Խնդրում եմ այդ դաշտը մի հատ անձնական ձեր կոնտրոլի տակ վերցնեք։ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց գյուղացիական տնտեսություններին տեղեկացնել կառավարության ծրագրերի մասին։ Որևէ տեղ ոչ մեկ չգիտեր, որ մենք 7% սուբսիդավորում ենք, որպեսզի 2%-ով լիզինգը վերցնեն։ Հստակ ձևակերպում եք, որտեղ ինքը կարող է դիմել։ Եթե խորհրդատվական ծառայության խնդիր կա, գցում եք մի ծառայություն, որը գյուղացու ֆերմերի հետ պոտենցիալ աշխատում է։ Կառավարությունը հավանություն տվեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի ներկայացրած համաձայնագրին։ Դրանով նախատեսվում է Երևանում 250 մեգավատ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցել։ Նաիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։